Բարև ձեզ։ Մինչ մենք տարված ենք Հայաստանում կայանալիք խորհրդարանական համապետական ընտրություններով, հետևում ենք նախընտրական քարոզարշավի ընթացքին, մեզանից ոմանք ակտիվ հետևում են, ոմանք ակտիվ մասնակցում են, աշխարհում տեղի են ունենում գլոբալ տեկտոնական արագընթաց փոփոխություններ։ Պատմությունը կարծես հրաժարվում է հոսել հանգիստ հանդարտ ընթացքով, պատմությունը գրվում է հզոր երկրների մայրաքաղաքներում, երբեմն շատ կտրուկ որոշումներով։ Եվ այսպես Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի այցը Չինաստան տարբեր գնահատականների արժանացավ, մի մասը համարում է, որ սա պատմական այց էր, մյուս մասը գնահատում է սա որպես արձանագրում նոր իրականության, այն է երկբևեռ աշխարհի։ Եվ այս համատեքստում չափազանց հետաքրքիր էր, որ անմիջապես հայտարարություն եղավ այն մասին, որ առաջիկայում Չինաստան կմեկնի նաև Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը։ Շատերը սա համարում են որպես բալանսի վերանայման փորձ։ Այս միջոցին բավական հետաքրքիր իրավիճակ է ստեղծում նաև Մերձավոր Արևելքում, Իրանի շուրջօղակը կարծես թե էլի սեղմվում է, Միացյալ Նահանգների նախագահ նորից հայտարարում է, թե Իրանի ժամանակը արդեն սպառվում է, եւ խոսակցություններ, ակտիվ խոսակցություններ են պատտվում նոր ուժգին հարվածների մասին, իսկ ուկրաինական ճակատում այդ հարվածները արդեն իրականություն են, Կիևը եւ Մոսկվան ռմբակոծում են կամ հարվածում են ավելի ճիշտ մայրաքաղաքներին։ Եվ այստեղ հարցի առաջանում, թե որտեղ է Հայաստանը, Հայաստանը գտնվում է մի կողմից ներսում ներքաղաքական պայքարի օր-օրի սրացող պայքարի եւ արտաքին ազդեցությունների խաչմերուկում։ Այսօր ազատ զրույցում փորձելու ենք վերլուծել աշխարհի մեծ խաղը եւ հասկանալ դրա անմիջական ազդեցությունը Հայաստանի Հանրապետության վրա։ Սա ազատ զրույց է Free News-ի եթերում, որտեղ համադրում են փաստերը, կարծիքները, գնահատականները եւ կանխատեսումները։ Զրուցակիցս քաղաքագետ Լիլիթ Դալաքյանն է, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Սկսենք Միացյալ Նահանգների նախագահի այցից Չինաստան։ Նշեցի, որ տարբեր գնահատականներ կան, ինքը Թրամփն էլ շատ լավատեսական, այսպես հայտարարություններ է անում, գնահատականի մասով դուք ինչ արձանագրում ունեք, որոնք էին այս այցի եւ հանդիպման հիմնական ձեռքբերումները, հիմնական արդյունքները։ Դե ԱՄՆ նախագահը բոլոր հանդիպումները, նույնիսկ Իրանի հետ ձախողված բանակցությունները համարում է ֆանտաստիկ, սա նոր դիվանագիտության ձև է կարելի ասել, նաև աշխարհում, նույնիսկ Ռուսաստանի ղեկավարն է օգտագործում, բայց եթե մենք նայում ենք հայտարարություններին, նախ համատեղ հայտարարություն չկա, որպես կանոն այդպիսի հայտարարություն է լինում։ Չինաստանի կողմից հնչեցված հայտարարությունը լրիվ այլ բանի մասին է, ամերիկյանը լրիվ այլ։ Նախագահ Թրամփը հիմնական շեշտը ինչ-որ ֆանտաստիկ տնտեսական համաձայնագրերի վրա է դնում, սակայն կարծես որևէ ֆանտաստիկա այստեղ չկա։ Նախ Boeing-ի հետ կապված, ուրեմն գնումներ կան, սկզբում 500 պետք է գնեին հատ Boeing, հիմա 200 է։ Չիպերի հետ կապված կարծես Չինաստանը ինքն է հրաժարվում գնել, Իլոն Մասկը ուղղակի իրավունք ստացավ իր Տեսլաները եւ ուրեմն այդպես արտադրությունը փորձարկել չինական շուկաներում։ Չինաստանը ստացավ այն, որ կարող է գնել ԱՄՆ-ից արդեն էներգակիրներ, մինչ այդ սանկցիաների տակ էին գտնվում այն երկրները, որոնք Ռուսաստանից եւ Իրանից գնում էին դրանք, իսկ այստեղ կարմիր գծով, տողով գնում է Չինաստանի կողմից Թայվանի հարցը, շահարկումը, որովհետեւ մինչեւ նույնիսկ հանդիպումը Չինաստանի ագրեն հայտարարել էր, որ հիմնական խոսակցության թեման լինելու է Թայվանը։ Այսինքն ինչ տեղի ունեցավ, նախ մի քանի անգամ հետաձգվեց Թրամփի այցը Չինաստան, որովհետև ԱՄՆ նախագահը հույս ուներ ուրեմն վերահսկողություն հաստատել Հորմուզի նեղուցի նկատմամբ եւ ըստ էության դեպի Չինաստան գնացող էներգակիրները արդեն կգտնվեին ԱՄՆ վերահսկողության ներքո Վենեսուելայի շուկայից հետո դա տեղի չունեցավ, բայց այլևս անհնար էր ցկել ժամանակը, որովհետեւ ստացվում էր, որ այնքան թույլ է ԱՄՆ դիրքերը, որ Թրամփը չի այցելում Չինաստան։ Իդեպ Վլադիմիր Պուտինն էլ ժամանակին արդեն 2 ամիս է խոսում է, որ պետք է գնա Չինաստան, նայել է Սիբիրի ուժը 2, ուրեմն գազախողովակը չի կառուցվում Չինաստան։ Ռուսաստանի Դաշնության նախագահին դեր կգանք, հիմա թվարկածներից ես ուզում եմ առանձնացնել, այստեղ խոսվեց նաև Իրանի, Ուկրաինայի մասին, նախ տնտեսական, առևտրատնտեսական հարաբերությունների մասով կարծում եք այս հանդիպումով հաջողվեց վերականգնել Միացյալ Նահանգներ Չինաստան առևտրատնտեսական հարաբերությունների կայունությունը։ Բացարձակապես, նախ Չինաստանը ցույց տվեց, որ ԱՄՆ նախագահի սպառնալիքները Չինաստանի ուղղությամբ չաշխատեցին, որովհետև հիշում ենք Չինաստանը պատասխանեց եւ ըստ էության ԱՄՆ-ն ոչինչ չշահեց։ Նախ ուրեմն պրոֆիցիտը չի նվազել, չինական ապրանքների դեպի ԱՄՆ նույն կերպ գնում են, ուղղակի գնաճ է տեղի ունեցել Ամերիկի
ամերիկյան, ուրեմն սպառողների համար, սա մեկ։ Երկրորդը իմ կարծիքով սոյայի գնումն է այստեղ կարևոր, որպեսզի ԱՄՆ-ում ֆերմերները Տրամպի դեմ դուրս չգան, որովհետև Չինաստանը ամերիկյան սոյայի հիմնական գնորդն է, սակայն ես չեմ տեսնում, որ այստեղ կա համաձայնություն։ Չինաստանը այլ շուկաներ է դեպի գնում, Բրազիլիա եւ Աֆրիկա։ Ինչ վերաբերում է սա տնտեսականին, հիմա գանք Թայվանի հարցին։ Ես իհարկե հետքայլ եմ համարում ԱՄՆ նախագահի կողմից Թայվանի 14 միլիարդի, որը հաստատվել էր Սենատում, օգնության ժամկետների երկարաձգումը, նա նշեց, որ դեռ մտածում է, եւ փաստորեն սա առաջին անգամն է պատմության մեջ նորագույն, եւ Չինաստանը ուղիղ տեքստով ամերիկյան իշխանությունների առաջ Բայդենի ժամանակ այդպես չէր, դնում է այդպիսի հարց, որ դուք չպետք է զինեք Թայվանին։ Ես վերջնական որոշումը չգիտեմ ինչպիսին կլինի, բայց արդեն պարզ է, որ խոսում են Թայվանը չի կարող լինել անկախ ԱՄՆ-ից։ Երբեք էլ ԱՄՆ-ն չի ասել, որ կարող է լինել, բայց պետք չի ասել, որ չի կարող լինել։ Սա փոխում է նաև ուրեմն արևելքում ԱՄՆ-Չինաստան ուժերի հարաբերակցությունը եւ մի կարևոր փաստ, եթե հիշում ենք, խոսում էին, որ ԱՄՆ-ն իր գլխավոր մրցակիցը Չինաստանն է, պետք է իր հիմնական ուժերը նետի այս տարածաշրջան, բայց հիմա նախագահ Տրամպի խոսքերը ցույց են տալիս, որ նույնիսկ դա էլ է հարցական։ Ես դեռ հուսով եմ, որ սա ընդհանրապես խոսքեր են եւ հիմնական ամերիկյան ռազմավարության վրա սա չի ազդի։ Մինչև Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի առաջիկա այցին անցնելը Ռուսաստանից հնչող արձագանքներին եմ ուզում անդրադառնալ, այստեղից արձագանք եղավ մասնավորապես Եվրասիական համագործակցության ասոցիացիայի նախագահը հայտարարել, թե այս հանդիպման ժամանակ երկխոսության օրակարգից դուրս է մնացել բազմաբևեռ աշխարհի թեման, ակնարկելով երկբևեռության մասին այս դատողությունները, համամիտեք, որ ձևավորվում է հիմա երկբևեռ աշխարհ։ Գիտեք, իհարկե Ռուսաստանը ցանկանում է լինել հավասար Չինաստանի եւ ԱՄՆ-ի հետ։ Իդեպ մինչ այդ խոսում էին երկբևեռ Ռուսաստան-ԱՄՆ աշխարհի մասին, բայց ռազմաճակատում իրադարձությունները ցույց են տվել, որ Ռուսաստանը կախված է մեծամասամբ Չինաստանի օգնությունից, չիպերի հետ կապված։ Այսինքն տեսեք, Ռուսաստանը ուզում է լինել հավասար, բայց նա կախված է Չինաստանի մատակարարումներից, տեխնիկայի առումով, Չինաստանի կողմից իրենց էներգագիները գնելուց եւ կախված էր Starlink-ից, որը անջատվեց Իլոն Մասկի կողմից, այսինքն եւ հիմա Ռուսաստանը ռազմաճակատում 3 ամիս է չի կարողանում առաջ գնալ։ Լինել կախված այս երկու երկրներից եւ ասել եկեք հավասարապես կիսենք աշխարհը, քանի որ ես ունեմ միջուկային զենք, Հյուսային Կորեան ունի եւ այստեղ քանակը չի կարեւոր, շատ սխալ են որոշ փորձագետներ նշում, սա ցույց է տալիս, որ հավասար չեն, բայց պարզ է, որ Պուտինը դեռ հույս ունի, որ Դոնալդ Տրամպը կշարունակի Ուկրաինայի հանդեպ իր բացասական քաղաքականությունը չօգնելու հետ կապված եւ նա կկարողանա ինչ որ պահի օգտվել դրանից։ Դե հիմա մենք կանդրադառնանք Պուտինի առաջիկա այցին եւ այդ բալանսը վերանայելու, վերականգնելու հաշվարկներին, բայց մինչ այդ մենք խոսում ենք Միացյալ Նահանգներ, Չինաստան, Ռուսաստան, Եվրոպային կարծես թե մոռանում ենք, Եվրոպան կարող է դառնալ այն ուժը, որը պատկերավոր ասած կլրացնի Սուրբ Երրորդությունը։ Երրորդը։ Գիտեք, շատ հետաքրքիր հարց եք բարձրացնում։ Իմ կարծիքով թյուր են այն պատկերացումները, որ աշխարհում կա 2-3 երկիր, որոնք կարող են կիսել աշխարհը։ Եկեք ուշադիր նայենք քարտեզին։ Հիմա Միացյալ Նահանգները ըստ էության չի կարողանում հասնել Իրանում կարող էր, ես դրա մասին խոսել եմ, բայց չարվեցին այդ քայլերը եւ դա ԱՄՆ վարչակազմում գիտեին ճանապարհ ուղղակի նախագահ Տրամպը ականջալուր չեղավ, որպեսզի հասնի իր նպատակին։ Ռուսաստանը, որը աշխարհի թիվ 1 կամ 2-րդ բանակն է, մեծությամբ ամենամեծ երկիր եւ ամենահարուստ, չկարողանում հասնել Ուկրաինայում, այսինքն այդ տեսակետը, որ հիմա Տրամպը, Պուտինը կնստեն եւ Սին եւ կկիսեն աշխարհը, ես հուսով եմ Չինաստանը այն սխալը չի կրկնի, որը կրկնեցին ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը, կարծելով, որ դիմացինը այնքան թույլ է, որ ես կարող եմ ուժով լուծել դիմացին, նկատի ունեմ հարավչինական ծովում իրենց մրցակիցները, Թայվանը նաեւ, Ֆիլիպինները, Ճապոնիան, բայց Չինաստանում էլ լուրջ ներքաղաքական process-ներ են, այնտեղ Սին 4-րդ անգամ է ուզում դառնալ ղեկավար եւ ներսում արդեն ձերբակալություններ, մահապատիժներ են սահմանվում, այսինքն հետաքրքիր է արդյոք Չինաստանը ինքը կմտածի այդ սխալը, որ ես էլ կարող եմ նույնպիսի ավանտյուրա իրականացնել, թեկուզ ինձ շատ փոքր, չափազանց փոքր իմ թշնամու հանդեպ։ Իսկ Եվրոպան ցույց է տալիս, որ կարող է լինել գործոն եւ այստեղ իրենց մեծամասամբ օգնում է Ուկրաինան, որովհետեւ այսօր մենք տեսնում ենք, որ Եվրոպայի ղեկավարները, որոնք նախկինում Տրամպի հետ խոսում էին չքմեղանալով, արդեն չեն թաքցնում իրենց տեսակետը։ Բանակցությունների սեղանին եղել նաեւ Ուկրաինայի եւ Իրանի հարցերը, ինչ տպավորություն ունեք։ Արդյոք Չինաստանը այս հարցերում զիջումների կգնա հանուն Միացյալ Նահանգների հետ լավ, այդ թվում տնտեսական լավ հարաբերությունների։
Ոչ, որովհետև տնտեսական պատերազմները ԱՄՆ-ից ցույց տվեցին, որ այստեղ օգուտ չունեցավ ԱՄՆ-ն եւ Չինաստանը չհանձնվեց։ Հիմա ինչ տնտեսական լավ հարաբերություն պիտի առաջարկել Չինաստանին, որպեսզի նա հրաժարվի այն խաղաքարտից, Դոնալդ Թրամփի լեզվով ասած, որը նա ունի հանձինս Իրանի։ Գիտեք, գուցե հիմա ֆանտաստիկ հնչի իմ տեսակետը, բայց եթե մինչ այժմ ԱՄՆ-ն էր ցանկանում Հորմուզը կառավարել, կարող է Իրանը ասել, որ իրենց համար ավելի ընդունել է, որ իրենց դաշնակից Չինաստանն էլ այստեղ ուժեր տեղակայից Չինաստանը Ռուբեն խոսեց շատ լուրջ, ուրեմն ներդրումներ է անում ռազմածովային ուժերում, այսինքն թարսը խաղը ներողություն այստեղ թարս է կարծես փորձում գնալ, մենք դեռ չգիտենք ինչ իրադարձություններ տեղ կունենան, այս պահի դրությամբ ենք խոսում։ Այո, Իրանի հարցում Չինաստանը եւ ԱՄՆ-ն մեկ ընդհանուր տեսակետ ունեն, իդեպ սա Ռուսաստանի նախագահին էլ է վերաբերում, որ միջուկային զենք պիտի Իրանը չունենա, այսինքն միջուկային զենքի կիրառման մասին աշխարհում տեսակետը նույնն է։ Բայց ինչ վերաբերում է թե ով պիտի Հորմուզը ղեկավարի, երկուսն էլ ասում են, որ պիտի Հորմուզը բաց լինի, բայց բաց ասելով ԱՄՆ-ն այստեղ այլ շահերը հետապնդում, Չինաստանը այլ։ Այսինքն վաղաժամ են այն տեսակետները, ըստ որի, եթե ավելի կոպիտ փորձեմ ասել, Պեկինը կարող է վաճառել Թեհրանի եւ Մոսկվայի շահերը հանուն Միացյալ Նահանգների հետ լավ տնտեսական հարաբերությունների։ Երկու պատասխան ես կհնչեցնեմ, նախ չի կարող վաճառել, այդ նույն տեսակետն է, որ Թրամփը կստիպի Զելենսկուն, հիմա աշխարհը փոխվել է, պատերազմների ձևը փոխվել է եւ Թրամփը չի կարողանում ստիպել։ Չինաստանը Պուտինին ինչով պիտի ստիպի։ Այո, կարող է հարկադրել որոշ առումով, չտալով օգնություն, ես նշեցի, չգնելով էներգակիրները, բայց այդպես մտածել, որ վաճառեցին, դա պարզունակ է։ Իսկ ինչ վերաբերում է Իրանին, Իրանում Պահապանների կորպուսի անդամներից մեկը մի հետաքրքիր նախադասություն ասաց վերջերս, որ Իրանը չունի դաշնակիցներ, բայց ունի գործընկերներ։ Այսինքն մենք հասկանում ենք, որ իրենք ինչ-որ բայ միայնակ են պայքարելու, բայց կան երկրներ, որոնց շահերից չի բխում, որ այս ռեժիմը կոլապսի ենթարկվի։ Այսինքն բացարձակ ասել, որ Չինաստանը կպայմանավորվի, այս 21-րդ դարում մենք հասկանում ենք, որ դա էլ է մեծ հարցական։ Հատկանշական է, որ Միացյալ Նահանգների նախագահի այցից անմիջապես հետո արդեն հայտարարվեց, որ առաջիկայում շատ շուտ Պեկին կմեկնի նաև Ռուսաստանի Դաշնության նախագահը, համաձայնեք այն ձևակերպումների հետ, որ Պուտինը գնում է Չինաստան վերանայելու եւ վերականգնելու բալանսը, հավասարակշռությունը։ Ես կարծում եմ Վլադիմիր Պուտինի այցը հետաձգվում էր այնքան, մինչև տեղի չունենա Թրամփի այցը, որովհետև Պուտինը չի սիրում, որ իր թիկունքում երկուսը խոսեն, եւ նա ցանկանում է հասկանալ ինչ են խոսել, ինչ է տեղի ունեցել, սա մեկ։ Երկրորդը գլխավորը Պուտինի այցում, իդեպ նա ամեն անգամ այցելում է եւ որևէ հաջողություն չի ունենում այդ հարցում, Սիբիրի այդպես է կոչվում, Սիբիրի ուժ 2, ուրեմն գազախողովակի կառուցումն է, իսկ Չինաստանը խորամանկ է գործում, նա չի ցանկանում որևէ երկրից ունենալ կախվածություն եւ ԱՄՆ-ից է գնում էներգակիր եւ Ռուսաստանից եւ Մերձավոր Արևելքից։ Իդեպ տեսակետը, որ Չինաստանը տուժելու է, Դոնալդ Թրամփն էր ասում էներգակիրների պակասից, ուրեմն վերլուծություններ եղան, որ Չինաստանը պատրաստվել էր այս ողջ ընթացքում տարբեր տեղերից մեծ ուրեմն պաշարներ էր հավաքել, որպեսզի խնդիրներ չունենա կամ այնքան շատ չունենա, որքան մյուս ուրեմն ԱՄՆ օրինակ դաշնակիցները տարածաշրջանում հանձինս Ճապոնիա եւ Հարավային Կորեայի։ Հիմա Ռուսաստանը լուրջ տնտեսական խնդիրներ ունի եւ Եվրոպա չի կարողանում տեղափոխել էներգակիրները, գլխավորը բյուջեն լցնելն է։ Ես վստահ եմ, որ այս անգամ էլ որևէ համաձայնություն ձեռք չի բերվելու գազախողովակի կառուցման հետ կապված։ Երկու գլխավոր պայմանը, մեկը հասկանալ ԱՄՆ-ն ինչ է խոսել Պեկինի հետ եւ այս տնտեսական նոր համագործակցությունը։ Կարծում եք Պեկինում Պուտինին հաջողվի ստանալ այն երաշխիքները, որ Միացյալ Նահանգներ եւ Չինաստան հնարավոր գործարքից ինքը ապահովագրված լինի։ Երբևիցե այս աշխարհում ընդհանրապես քաղաքականության մեջ երաշխիքներ չկան։ Որևէ մեկը երաշխիք չունի, արդյոք Թայվանի թիկունքում ԱՄՆ-ն ինչ կխոսի, կամ Ուկրաինայի թիկունքում ԱՄՆ-ն ինչ կխոսի, նույնն է Ռուսաստանի։ Գիտեք, այնպես չի, որ Չինաստանը Ռուսաստանի դաշնակիցն է, դրա մասին շատ եմ խոսել։ Ռուսաստանում շատ լավ տեղյակ են չինական քարտեզներից ԱԳՆ-ի, որը Ռուսաստանի ամբողջ արևելքը համարում է չինական, դա դեռ Մաոյի ժամանակներից, եւ կլանում են Չինաստանի տնտեսությունը, տարածքները Եվ 2022 թվականին Արևմտյան մամուլում տպագրվեց ՖՍԲ-ի գաղտնի զեկույցը, որում Չինաստանը համարվում էր մեծ մրցակից, որը լրտեսական աշխատանքներ է իրականացնում Ռուսաստանում։ Այսինքն ժամանակակից աշխարհում ասել ես ու Չինաստանը դաշնակից ենք ընդդեմ Արևմուտքի, դա էլ է շատ հարցական։ Այնուամենայնիվ, եթե Թրամփ եւ Սի Ցզինպին
ձևաչափը կայանա, սա Ռուսաստանի շահերին վնաս, այսինքն մարգինալացման, ել ավելի մարգինալացման վտանգ է ներկայացնում։ Միանշանակ ես մնում եմ իմ տեսակետին, որ Ամերիկան պիտի խոսի Չինաստանի հետ, Ռուսաստանի հարցով, այլ տարածքների մասին չի խոսքը, որովհետև երբ ասում էր Տրամպը ես եւ Պուտինը Չինաստանը մի կողմ, հիմա ես վստահ եմ, որ գուցե գա այն ժամանակը, որ ամեն հասկանա, որ ինքը եւ Սին Ռուսաստանը մի կողմ, որովհետև ես կրկնում եմ իմ վստահությամբ Ռուսաստանը միշտ Եվրոպայի շանտաժ է արել չինական վտանգով, որ եթե ես կուլ գնամ, Չինաստանը ԱՄՆ-ին էլ կուժեղանա եւ դա գաղտնիք չի։ Բայց ես կարծում եմ, որ եթե Ռուսաստանը դուրս է եկել վերահսկողությունից եւ արդեն սպառնում է ԱՄՆ եւ Եվրոպայի գոյությանը, միջուկային զենքը սպառնալով, ինչու՞ պիտի իրենք չխոսեն իրար հետ։ Կանք հիմա Մերձավոր Արևելք Իրանի խնդրին վերջին օրերին գիտեք ակտիվ տեղեկություններ են տարածվում, խոսակցություններ են շրջանառվում այն մասին, որ Միացյալ Նահանգները եւ Իսրայելը կարող են վերսկսել ռազմական գործողությունները, հարվածները, որքանով է հավանական դա զարգացումները ինչ են ցույց տալիս։ Փոքր դատարից հետո շարունակենք, կվերադառնանք վարքյաններ անց։ Հիշեցնեմ, սա Ազատ զրույցն է Free News-ի եթերում։ Ես զրուցում եմ քաղաքագետ Լիլիթ Տալակյանի հետ, մենք առաջին հատվածում խոսեցինք Միացյալ Նահանգների նախագահի Չինաստան կատարած եւ Ռուսաստանի նախագահի կատարելիք այցերի մասին։ Հիմա հասանք Մերձավոր Արևելք եւ Իրանի շուրջ զարգացումներ այն տեղեկություններին եւ խոսակցություններին, որ հնարավոր է առաջիկայում ռազմական գործողությունների սաստկացում, սա ինչքանով է մոտ իրականությանը։ Ոչ միայն դա է մոտ իրականության, այլև այսպես կոչված խաղաղության խորհուրդը, որ ստեղծվել էր իբրև թե Պաղեստինում, պատերազմը կանխելու նպատակով մենք այսօր տեսնում ենք հարվածներ Համասի ուղղությամբ եւ դա չի աշխատելու, որովհետեւ ստեղծել խորհուրդ, որը չի հասկանում թե ինչով պիտի զբաղվի, չկա նպատակներ ուղղակի ստորագրում են ցույց եք տալիս, սա ժամանակակից աշխարհի դիվանագիտության խնդիրն է։ Նույնն է Իրանում, որ ԱՄՆ նախագահը մոտ 2 շաբաթ առաջ կոնգրեսում հայտարարեց, որ պատերազմը ավարտվել է։ Բայց հիմա ասում եմ մենք էլի պատրաստվում ենք հարվածել։ Այսինքն ասում եմ միջուկային այդ ամեն ինչը ոչնչացրել ենք, հիմա ասում եմ պիտի չունենա։ Այո, եւ միջուկային խնդրի հետ կապված այստեղ լուրջ հարց կա, գիտեք, հայաստանցված ուրանի միայն դուրս բերմամբ չի ավարտվում, այդտեղ նշված է, որ նաեւ այդ ցենտրիֆուգերը, որտեղ կարող է հայաստանցվել ուրանը, պիտի ոչնչացվեն, այսինքն այնպես չի լինի, 400 կիլոգրամը դուրս գա, հետո հաջորդ օրը էլի 400 կիլոգրամ հարստացվի։ Իդեպ սա ԱՄՆ նախագահի սխալ քաղաքականությունն էր, որը 18 թվականին դուրս եկավ միջուկային համաձայնագրից եւ հնարավորություն ստեղծեց, որպեսզի Իրանը գաղտնի հարստացնի ուրանը, ու արդեն սպառնում են, որ ստեղծելու ենք, եթե հարվածեք, ստեղծելու ենք։ Ով գիտի գուցե ստեղծել։ Գուցե իրենց փոխանցել, Հյուսիսային Կորեային փոխանցել են ժամանակին իրենց գործընկերները, եւ ես կարծում եմ, որ սկսվելու են գործողությունները եւ իմ տեսակետը այն է, որ մինչեւ ընտրություններ շարունակվելու է այս վիճակը, այսինքն պատերազմ, բայց ոչ արագընթաց, հարվածներ միմյանց, եւ դա հենց Իրանի վերնախավիկ Պապանե կորպուսի գլխավոր նպատակն է խանգարել Դոնալդ Տրամփին իր կուսակցության վերընտրմանը Սենատում։ Արդեն ներկայացուցիչների պալատը կորցրել են ըստ հարցումների, մնում է Սենատը եւ այսպես գիտեք, միայն Տրամփը չի այստեղ տուժելու։ Հաջորդ նախագահ հանրապետական կարող է չլինել, որովհետեւ եթե Տրամփը պիտի որոշի ով է լինելու հաջորդ տեխնացու եւ Դոնալդ Տրամփը ձախողվի, ինչը իդեպ Հայաստանի համար շատ բացասական կլինի։ Այո, նա խաղում է։ Իհարկե ձեռնտու կլինի, որ Ռուբիոն լինի, որը իզոլյացիոն քաղաքականության դեմ է, բայց եթե Դոնալդ Տրամփի վարչակազմը ձախողվի Իրանում, ամերիկյան ժողովուրդը կարող է արդեն դեմոկրատ տեխնացու ընտրել։ Հիմա հարցը առաջանում թե ինչը, ովքեր կարող են օգնել Տրամփին հաղթելու եւ Իրանում եւ Միացյալ Նահանգներում միջանկյալ գիտություն։ Իմ կարծիքով նա կփորձի շեղել ուշադրությունը Կուբայի ուղղությամբ, արդեն խոսում եմ մեկ, բայց դա ոչինչ չի փոխի։ Ամերիկյան ժողովուրդը բենզինի գների ավելացումը զգալու է, անկախ նրանից Ֆիդել Կաստրոյի ժառանգներն են Կուբայում, թե ոչ։ Եվ հիմա մենք տեսնում ենք Եվրոպայում անընդհատ ավտոմեքենաներ են մխրճվում մարդկանց մեջ, ուրեմն բազմության, ես վստահ եմ, իդեպ մարոկացի արմատներ ունեն մարոկանական, որ Իրանը ահաբեկչությունը կարող է օգտագործել, Իրանը շատ օպցիաներ ունի։ ԱՄՆ-ն սկզբում կարող էր այս հարցը լուծել,
ճիշտ ժամանակին հարվածներ հասցնելով կետային, բայց Իսրայելի վարչապետը, որը իմ կարծիքով ինքն էլ ընտրություններին կունենա լուրջ խնդիրներ, իր սխալ քաղաքականությամբ Դոնալդ Թրամփին ներքաշեց այս ավանտյուրայի մեջ եւ հիմա նույնիսկ եթե ԱՄՆ-ն պարզ է, որ ԱՄՆ-ն չի պարտվելու ինչ որ առումով հաղթի եւ դուրս գա, սա ԱՄՆ հեղինակությանը մերձավոր արևելքում, տեսեք արդեն Սաուդյան Արաբիայում խոսում են, որ այս ռազմաբազաները իհարկե ոչ վերնախավը, բայց մեզ էլ չեն պաշտպանում։ Միացյալ Էմիրությունները դուրս եկավ ՕՊԵԿ-ից, արդեն Էմիրությունների վրա այսօր հարվածներ են տեղի ունեցել իրանական, այսինքն ողջ անվտանգային ճարտարապետությունը, որը տասնամյակներ շարունակ ԱՄՆ-ում կառուցվել էր, մեկ հայելով ոչնչացել եւ շատ հաճախ որ ասում են ինստիտուտներն են որոշում ԱՄՆ-ում Թրամփը չի կարող ոչինչ փոխել, այո, ինստիտուտներն են որոշում, բայց կարճատև ժամանակահատվածում նախագահն է վարում քաղաքականություն եւ հենց այդ ժամանակահատվածն է վտանգավոր այն երկրների համար, որոնք ԱՄՆ միջնորդությունը համարում են կարևոր։ Չինաստանի դիրքորոշումը դիրքավորում ինչպեսին է Իրանի հարցում, հաշվի առնելով տնտեսական էներգետիկ կապվածությունը շահերը։ Ես նշեցի, որ Չինաստանը ամիսներ դեռ ապահովագրել է իրեն էներգետիկ ճգնաժամից, նույնիսկ ինքն է որոշ տուժածների, օրինակ Բանգլադեշի վաճառում էներգակիրներ, ի տարբերություն Եվրոպայի, որտեղ նշել էին, որ 3 ամիս են պաշարները եւ արդեն ամռանը լուրջ էներգետիկ ճգնաժամ կլինի, ավիակերասինի հետ կապված, գիտեք, հանգստի սեզոն է, ԱՄՆ-ում էլ։ Տեսեք, ասում է Թրամփը, մենք ունենք մեր նավթը, մեր էներգակիրները, բայց դա պիտի դեռ նոր նավթահորեր են պետք է 5 տարի տևում է այդ process-ը, որպեսզի դու դառնաս ինքնաբավ, այդ ընթացքում բենզինի գները աճում են, ինչ կապ ունի դու ունես նավթ կամ գազ թե ոչ, դա դեռ պիտի շահագործես։ Այսինքն Չինաստանը կարելի ասել ամենաոչ խոցելին դուրս եկավ այս իրավիճակից եւ այսպեսի մի չինական ասացված կա, որ եթե քո թշնամին սխալվում է, պետք է թողնես, որ սխալվի եւ սпасես մինչեւ տեսնես ում դիակն է բերում եւ Չինաստանը ում դիակն է բերում։ Այո, Չինաստանը ոչինչ չանելով այսօր հասավ են իրավիճակին, որ կարողանում է ԱՄՆ-ից խոսել այսպես թելադրողի դիրքից, եկեք չմոռանանք, որ Բայդենի հետ Սան Ֆրանցիսկոյում Սին Ցինպինը լրիվ այլ կերպեր իրեն դրսևորում, մենք հիշում ենք Նենսի Պելոսիի այցը Թայվան, սպառնալիքների ֆոնին, այսինքն Դոնալդ Թրամփի խոսքերը, որ Բայդենը թույլատրել է ԱՄՆ-ն, այստեղ լուրջ ուրեմն տեստի են ենթարկվում։ Կանք ուկրաինական պատերազմին վերջին օրերին տեսնում ենք, թե ինչ է տեղի ունենում, հատկապես մայիսին շքերթից հետո նախ Ռուսաստանը ուժեղարվածեց Ուկրաինային, երեք այսօր արդեն Ուկրաինան իր անօտաչի թռչող սարքերով ուժեղարվածներ արստում Ռուսաստանի մայրաքաղաքին, այստեղ ինչպիսին է ձեր կարծիքով այս պահին հողի վրա ուժերի հարաբերակցությունը։ Եթե թույլ տաք մեկ նախադասություն էլ ըստ Washington Post-ի այն տեսակետը, որ ԱՄՆ-ն կարող է Իրանի տնտեսությունը խեղդել եւ Իրանը հանձնվի, դեռ մի քանի ամիս Իրանը կարող է իրեն ինքնաբավ համարել, իսկ թե մինչեւ այդ ինչ կլինի աշխարհում, դա էլ հարց է։ Հիմա գանք Ռուսաստան, ուրեմն Ուկրաինա։ Այստեղ Ռուսաստանը արեց իհարկե արել էր այն սխալը, որը արեց ԱՄՆ-ն, կարծեց, որ ինքը աշխարհի երկրորդ բանակն է կամ առաջի, չգիտեմ իրենք ոնց են մտածում, եւ Ուկրաինան 3 օրում կպարտվի։ Այսօր պատերազմի 4-րդ տարում ենք մոտենում ենք 5-րդ տարին, մենք տեսնում ենք Մոսկվայի վրա հարվածներ, իդեպ սա ինչով է կարևոր, ընդհանրապես Ռուսաստանը Մոսկվա կենտրոն է, կապ չունի այնտեղ այլ տեղերում, Տուապսեում էկոլոգիական, ասենք, աղետ է, մարդիկ քաղցկեղի լուրջ վտանգ է սա, երկար տարիներ էս խնդիրը լինելու է, կարևոր չի, Վլադիմիր Պուտինը չի անդրադառնում, չգիտեմ, Զելենսկուն նացիստ է անվանում, բայց Մոսկվայի վրա հարվածներ, այն դեպքում, երբ հոբ ողջ համակարգը կենտրոնացված է Մոսկվայում, սա ցույց է տալիս, որ որևէ մեկը ապահովագրված չի արդեն Մոսկվայում, այդ թվում Վլադիմիր Պուտինը։ Իդեպ Ուկրաինային իրենք ինչ կարող են հակազդել, այնպես չի Կիևին չէին հարվածում, մարդկանց չէին սպանում, հիմա պիտի վախեցնեն։ Հիմա ավելի ուժեղ են հարվածում։ Հիմա ավելի ուժեղ են հարվածում, Ուկրաինան էլ է ավելի ուժեղ հարվածում, իդեպ եկեք նշենք, որ Ուկրաինան չի թիրախավորում քաղաքացիական բնակչությանը, եթե թիրախավորի լուրջ խնդիրներ կլինեն, որտեղ ռուժորթը արդեն կասի, բայց պատերազմ չի, չէ, SVO է, բայց 3 զոհը որ կար, դա ԱԹՍ-ների մասերի հետևանքներ։ Հիմա Ուկրաինան ինչ արեց, իհարկե նախագահ Զելենսկին ունի թերություններ, կոռուպցիայի հետ կապված տեսնում ենք, նա չէր կարող չիմանալ ինչ է կատարում, բայց նա արեց 2 կարևոր քայլ։ Նախ իր երկրի ռազմական արտադրությունը զարգացրեց, բոլոր հրթիռները ուկրաինական արտադրության են։
պատկերացնում եք, չէ՞։ Նույնիսկ իրեն պայմանագրեր են առաջարկում։ Այո, արդեն եւ երկրորդը այդ ռազմական արդյունաբերությունը տեղափոխեց Եվրոպա, որ ասում են կհարվածենք Ուկրաինայի ռազմական գործարաններին, դրանք մեծամասամբ գտնվում են ՆԱՏՕ-ի անդամ երկրներում։ Եթե Վլադիմիր Պուտինը պատրաստում է հարվածել Գերմանիայի տարածքին, խնդրեմ, ես չեմ կարող ասել ինչ տեղի կունենա։ Բացի այդ, մենք տեսանք Պաուտինա օպերացիան, այսինքն Ռուսաստանը ինքը նույնը չի արել, իր ուրեմն ավիակիրները այսօր տենց օդում բաց կանգնած են։ Եվ իդեպ շատ հետաքրքիր է դարձել, այդտեղ Z բլոգերներին արդեն մեղադրում են ուկրաինացիների օգտին լինելու մեջ, որոնք քննադատում են Վլադիմիր Պուտինին, որ դու պատերազմը տանուլ ես տալիս, այսինքն ներսում արդեն փոփոխություններ են Շայգուի նախկին, ուրեմն զամին են եղությունը, փոխնախարարին են տեղակալին ոչ ձերբակալում, այսինքն գնում են արդեն մոտենում են, էլի կամած եւ էլիտաներում այդ տեսակետը ըստ ամերիկյան մամուլի, որ որևէ մեկը սապահովագրված չի, սա արմատավորվում է։ Հիմա իմ կարծիքով Ռուսաստանը հրադադարի կգնա, բայց ամառվանից հետո դեռ Վլադիմիր Պուտինը հույս ունի, որ Միացյալ Նահանգների միջնորդություն։ Այստեղ ես պատրաստում էի հարցնել Թրամփի խաղաղության ծրագիրը, չգիտեմ, ես լինեի, չէր լինի, ես արագ կկանգնեցնեմ այդ հայտարարությունները։ Ճիշտ է, ես կարծում եմ, եթե Վլադիմիր Պուտինը ստիպված հասկանա, որ ինքը ռազմաճակատում առաջ չի գրում, իդեպ փետրվար ամսից, եթե ամառային հակահարձակումը ձախողվի, իսկ իմ կարծիքով շանսեր չկա այս իրավիճակում, Ռուսաստանը իբրև թե կասի ես հաղթեցի ներքին լսարանի համար, եկեք հրադադար հաստատենք, համ էլ հույս ունի, որ եվրոպացիները էլ չեն զինի Ուկրաինան եւ կասեն դա արդեն հրադադար է, զգոնությունն է ստուգելու, գումարած Թրամփին նվեր կմատուցի նախընտրական, Զելենսկին էլ դեմ չի լինի, բարձր որ Ուկրաինան հրադադար ցանկանում է։ Թե դրանից հետո Ռուսաստանը այլ տեղերում ինչ ավանտյուրաների կգնա վերջերս Մոլդովայում, օրինակ Մերձնեստրին բնակիչներին արագացված քաղաքացիություն են տալիս, Գագաուզիայի մտություններ են սպասում իդեպ պրոռուսականը հիմնականում բնակչություն, այսինքն այնպես չի որ հրադադար լինի, Վլադիմիր Պուտինը այլևս չի մտածելու պատերազմի մասին, այլ տարածքներում գուցե մտածի։ Իսկ հնարավոր է հրադադար կամ հակամարտության սառեցում մի այնպիսի իրավիճակ, որը ձեռնտու է Միացյալ Նահանգներին եւ Չինաստանին, ձեռնտու չէ Ուկրաինային եւ Ռուսաստանին։ Ոչ, Չինաստանին ձեռնտու է սառեցում, ոչ ավարտ, որովհետեւ Ռուսաստանը մաշվում է։ Սա մեկ, ԱՄՆ-ին ձեռնտու է, որ գոնե միտեղ այդ 9 պատերազմի դադարեցումը տեղի ունենա։ Եվ դա ներկայացվի որպես հաղթանակ, բայց այդ ռեսուրսները այլևս չօգտագործվեն։ Իհարկե հիմա չեն զինում, բայց վաճառում են օրինակ Պետրիոտ համակարգի։ Ուկրաինային միանշանակ ձեռնտու է, բայց եթե Ուկրաինայում հասկանան, իսկ դա հասկանում են, որ պատերազմի ավարտ տեղի չի ունեցել, երկուսն էլ պետք է այդ ժամանակը օգտագործեն, իդեպ օգտագործելու են։ Մյուս կողմից իմ կարծիքով Ռուսաստանը հաշվարկ ունի ներքաղաքական ինչ-որ անկայունություններ ստեղծել Ուկրաինայում հրադադարի ժամանակ, իրենք ունեն իրենց այդտեղ ագենտուրան, վերջերս տեսանք մամուլի խոսնակը Զելենսկու նրան թմրամոլ է անվանում այն դեպքում, երբ 2 տարի առաջ նրա մասին գիրք էր գրել, թե նա որքան լավ ղեկավար է։ Ներքաղաքական անկայունություն հրարել ասացիք, ես պիտի անդրադառնամ արդեն հայ-ռուսական հարաբերություններին, նախ այնտեղից հնչող հայտարարությունները օր-օրի կարծես թե տպավորություն չունեք, որ օր-օրի դոզան ավելանում է, օր-օրի ավելի կոշտանում է, չգիտեմ Զուգյանով, Վալոդին, դե մյուսներն էլ արդեն չասեմ Լավրով, Զախարովա եւ այլն, ինչի մասին է ամեն ինչ։ Ես կարծում սա հիմնականում ներքին լսարանի համար է, որ մենք դեռ կարող ենք ինչ-որ մեկին սպառնալ, Ուկրաինայում ձախողվեցինք եւ իդեպ այս սպառնալիքները իրական են, ես այդպես հումորով չեմ վերաբերում, որովհետեւ Հայաստանի տնտեսությունը շնորհիվ նախկին իշխանությունների լուրջ կախվածությունն է Ռուսաստանից, այն էլ Իրանի հետ կապված այս խնդիրների դեպքում։ Եթե Ամերիկան որոշի հարվածել Հարկ կղզուն եւ Ռուսաստանում հեղուկ գազի լուրջ խնդիրներ առաջանան, մենք լուրջ խնդիրներ կունենանք։ Էլ չասած սահմանի փակման դեպքում, եթե լուրջ միգրացիա տեղի ունենա, այսինքն Պուտինը ինչ որ առումով հանգիստ է Հայաստանի հետ կապված, ինչ որ առումով, նախ Հայաստանը Եվրամիության անդամ չի եւ հիմա ասում է հենց հիմա որոշեք, հենց հիմա դուրս եկեք, որ Հայաստանը բարդ իրավիճակում լինի։ Սա տեղեկատվական տերոր է, նաեւ հայ բնակչության։ Ինչ ասել է տեղեկատվական տերոր, սա իսկապես նախընտրական շրջանում հռետորաբանություն է, քաղաքական, թե նախապատրաստություն է կոնկրետ, ավելի կոնկրետ գործողությունների։ Ռուսաստանը երկու օպցիա ունի, իմ կարծիքով իրենք վստահ են, որ այս խաղացողների դեպքում Փաշինյանը ընտրվելու է, բայց հետո այն լծակները, որ կա Հայաստանի վրա, դա չի անհետանում։ Նիկոլ Փաշինյանը կախարդական ինչ-որ գործիք չունի, որպեսզի այդ նույն գազի հետ կապված խնդիրը լուծի կամ երկաթուղու։ Մենք շատ լուրջ խնդիրներ ունենք։ Հիմա ուղղակի այս նախընտրական լուրջ պայքարի եւ գաղափարական պայքարի արանքում մենք մոռանում ենք, բայց Հայաստանը շատ լուրջ խնդիրների առջև կարող է կանգնել հենց միջազգային իրավիճակում
իրավիճակի հետևանքով եւ ընտրություններից հետո, որովհետեւ նայած ԱՄՆ-ում Տրամպը ինչ դիրք կունենա, նայած հրադադար կլինի, Ուկրաինայում Պուտինը այլ շրջաններում ինչ կուզի անել, այս ամեն ինչը նայած Իրանում տնտեսական ինչ խնդիրներ կլինեն, Հայաստանի վրա մեծ ազդեցություն են ունենալու, անկախ ով է լինելու Հայաստանի ղեկավարը։ Հիբրիդային սպառնալիքներ կոչվածները արդեն տեսնում ենք, թե դեռ ծաղիկներն են այնիշ տեսնում ենք։ Տեսանք այսօր ինչ է կատարվում երեք այսօր։ Գիտեք, ինձ համար նորություն չի Ռուսաստանի քաղաքականությունը հիբրիդային եւ ոչ հիբրիդային սպառնալիքների տեսքով, բայց կարծում եմ Հայաստանի իշխանությունները, իհարկե ես իրենց խորհրդատուն չեմ, պետք չի որ դրա վրա յուղ լցնեն, որովհետեւ իրենք կարող են քարոզարշավ տանել կիրթ ուղղությամբ, պետք չի հավասարվել նախկին իշխանություններին կամ անցնել ռետորաբանությամբ, բայց եթե թույլ կտակ այս դիվերսիֆիկացման հետ կապված Հայաստանի, որ ազդում են նյարդերին Պուտինի Հայաստանի։ Դե հիմնականում դա է ազդում։ Տեսեք, Վլադիմիր Պուտինը մեկ նախադասության մեջ երկու հակառակ բան է ասում։ Նախ նա ասում է, որ թող հայ ժողովուրդը որոշի։ Հաջորդ բանը սպառնում է հայ ժողովրդին։ Ուրեմն 2 ամիս առաջ հայտարարում է, որ Ուկրաինայի անդամակցությանը Եվրամիության Ռուսաստանը դեմ չէ, Յանուկովիչին էլ չգիտեմ որտեղից գտնում են կրկնում այդ նախադասությունը, բայց Հայաստանի սպառնալու նախադասության մեջ նշում է, որ ամեն ինչ Ուկրաինայում սկսվեց Եվրամիության անդամակցությունից։ Հիմա դժվար է հասկանալ Վլադիմիր Պուտինին, բայց ինձ թվում է Լուկաշենկոն ամենալավն է հասկանում հայ ժողովրդին, որը 2019 թվականին հատկապես 2010-ից սկսած պարոն Լուկաշենկոն փորձում էր դիվերսիֆիկացնել իր երկրի արտաքին քաղաքականությունը, խոսում էր, որ մեկ երկրից կախված լինելը լրիվ մեր մասին է, սխալ է տնտեսապես, որ մենք պետք է Եվրոպայից էլ էներգագիրներ բերենք եւ այլն, մասնակցում էր Արևելյան գործընկերությանը, Վիեննա այցելեց 19 թվականին, եվրոպական խաղեր Բելարուսում եւ գազի գինը որոշեցին բարձրացնել։ Նա հայտարարեց, որ Ռուսաստանը ճնշում է իրեն եւ закручивает руки, իր բառերն եմ ասում, փորձում է մեր ձեռքերը ոլորել։ Հիմա երբ ուրեմն Հայաստանն է այդ ճանապարհով գնում, ես վստահ եմ, իհարկե պարոն Լուկաշենկոն չի կարող բարձրաձայն ասել, որ համակրում է հայ ժողովրդին եւ Հայաստանի իշխանություններին, բայց իր ներսում գոնե այդ վրեժը իմ կարծիքով պահում է եւ մի րոպե չեմ զարմանա, եթե Վլադիմիր Պուտինի ցախողման դեպքում նա հայտարարի, որ միշտ էլ ինքը կողմնակից է եղել Եվրամիության անդամակցությանը։ Շնորհակալ եմ զրույցի համար, հետևենք իրադարձությունների զարգացումներին, աշխարհում խոշոր գլոբալ տեկտոնական վերածևումները արագընթաց գործընթացները շարունակվում են, այս ընթացքում շատ մեծ է վտանգը, որ փոքր երկրները կարող է ստեղծվել մի իրավիճակ, երբ փոքր երկրները կարող են դառնալ մանրադրամ մեծ երկրների այդ սակարկության մեջ։ Հայաստանի համար այս ժամանակահատվածում արտաքին հիբրիդային սպառնալիքներին դիմակայելը եւ ընտրությունների ընթացքում եւ դրանից հետո ներքին կայությունը պահպանելը ոչ միայն պարզապես քաղաքական խնդիր է, այլև երկրի կայունության եւ հարատեվության գործոն։ Սա ազատ զրույցներ Free News-ի եթերում։ Ես զրուցում էի քաղաքագետ Լիլիթ Դալաքյանի հետ, շնորհակալություն, որ հետևում եք, լավ մնացեք, կհանդիպենք։